Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված մեծ զորահանդեսի ժամանակ Կարմիր հրապարակում քայլում էին Ադրբեջանի կոմանդոս կոչվող ստորաբաժանման զորախումբը, սակայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորախումբը այդպես էլ չանցավ։ Մինչդեռ Հայաստանը հայրենական մեծ պատերազմին 600,000 մասնակից է տվել, որոնցից 300,000-ը զոհվել են։ Զորահանդեսին ներկա էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով դժգոհ դեմքով նստել էր Լուկաշենկոյի կողքին։ Ինչու Հայաստանը զորախումբ չէր ուղարկել եւ ինչ կարող է դա նշանակել, հարցրինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Նախ եւ առաջ ասեմ, որ անհրաժեշտություն է, որ հայկական զորախումբը մասնակցեր, որովհետեւ հայրենական պատերազմի 80-ամյակի կապակցությամբ մենք պետք է ցույց տայինք, որ հայ ժողովուրդը մեծ դերակատարություն եւ մեծ մասնակցություն է ունեցել եւ իր ժողովրդով եւ իր զորահրամանատարներով, մարդկանցով, ովքեր որ ուղղակի մեծ ներդրում են ունեցել այդ հաղթանակներում։ Սա անտարբերության նշան է, անտարբերություն արտաքին քաղաքականության մեջ։ Ընդհանուր առմամբ ոչ միայն այդտեղ, այլ նաեւ ասենք ՀԱՊ կամ երկկողմ հարաբերությունների զորավարժություններում չեն մասնակցում մերոնք, ի վերջո սա նաեւ բարձրացնում է մեր փոխգործունակ կարողությունները եւ նաեւ բարձրացնում է մեր զինված ուժերի պատրաստության մակարդակը։ Եթե ինչ-որ մի զորախումբ մասնակցեր, անկասկած ինքը նախապատրաստվելու էր եւ ցույց էր տալու մեր բանակի իրական դեմքը։ Օհանյանի խոսքով հայկական զորախմբի բացակայությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհեռանկար արտաքին քաղաքականության ապացույցն է։ Բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի այնտեղ հայտնվելը ցույց է տալիս, որ այլ ելք չկա, քան ռազմավարական գործընկերության եւ այն համակարգը ռազմաքաղաքական համակարգում, որը որ Հայաստանը գոյություն ունի, իր հարաբերությունների ձևավորում այլընտրանք չունի։ Դրա համար ինքը այնտեղ խեղճվեց, գնացել մասնակցել էր, բայց լավ կլիներ, որ նաև զորախումբը լիներ։